զարգացումների ձեր գնահատականը, պարոն վարչապետ, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ, նորին գերազանցություն դեսպաններ, հարգելի ներկաներ, հարգելի պարոն Սաֆարյան, Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, շատ կարևոր է, որ 2025 թվականի իրադարձությունները ամփոփելիս մենք չենք կարող դրանք վերցնել անջատ, եւ դա լավ է, որովհետեւ իրենք process-ի օրգանական շարունակության մաս են եւ թերևս 2025 թվականի վերջին մեզ կամ 26 թվականի սկզբին մենք հասկանալիորեն ունենք այն տպավորությունը, որ 25 թվականին կուլմինացիան է տեղի ունեցել եւ դա դրական կուլմինացիա է, բայց իրականում process-ները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ այս առումով ես 2025 թվականին չի առանձնացնի, չնայած ես ինքս էլ ամանորյա ուղերձում առանձնացրել եմ, որովհետեւ ուղերձը 25 թվականի մասին էր եւ բայց մյուս կողմից նույնիսկ այնտեղ ես ասացի, որ 24 թվականի իրադարձությունները 25 թվականի իրադարձությունը հիմա արդեն 26 թվականի իրադարձությունների մասին կարող ենք խոսել, առավել եւս հիմա ես այսօր առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին 3 արտաքին գործերի նախարարի եւ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի իրագործման շրջանակի մասին է, բայց ես ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել եւ մեր տարածաշրջանին շնորհավորել եւ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի եւ խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել, որովհետեւ տեսեք մենք պարոն Սաֆարյանն իր խոսքի մեջ նշեց հիմա ճիշտն ասած այդպիսի նախադասությունները նախկինում շատ սովորական էին հնչում ականջս հիմա ծակում են այս վերջերս էլ կարծեմ միտեղ հանդիպման էինք խոսացողներից մեկը ասեց այս օրհասական ժամանակներում ասի կներեք այս ժամանակները ինչի են օրհասական կարակ բացատրեք ինչ որ բան բացեմ թողել եւ պարոն Սաֆարյանն էլ ասաց վտանգների մարտահրավերների մասին խոսեց ես ուզում եմ ասել որ Հայաստանի շուրջ իրավիճակը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ ուրեմն Հայաստանը երբեք ավելի պակաս սպառնալի առավել անվտանգ առավել կայուն միջավայրում չի եղել ես սա ուզում եմ արձանագրել եւ իհարկե սրանում դեր ունեն այն բոլոր process-ները, որ տեղի են ունեցել եւ նաեւ գիշերը տարածված մեր ժամով գիշերը այնտեղ կեսօրին է տեղի ունեցել ամեն ինչ եւ ամբողջությամբ միջավայրը փոխում են ես ուզում եմ նաեւ Միացյալ Նահանգներին շնորհավորել Եվրամիությանը շնորհավորել որովհետեւ այս ամեն ինչ շատ մեծ հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանին արդեն ասցի ընդհանուր առմամբ բայց ուզում եմ նաեւ ընդգծել որ այս բոլոր իրադարձությունները ի վերջո ո՞րն է իրադարձությունների մեկնարկի կետը այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է երբ որ եվրոպական քաղաքական համայնքի առաջին ոնց որ գագաթաժողովի ընթացքում քառակողմ հանդիպման ընթացքում ընդունվեց հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Սա շատ կարեւոր արձանագրում էր եւ ամեն ինչը սկսել այդ կետից, որովհետեւ հենց այդ կետից է process-ը դրվել մի այնպիսի բանաձևի մեջ,
որը անխուսափելիորեն իհարկե տարբեր սցենարներ կարող էին լինել, կարող էր նաև 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել նաև այս process-ի հիմքում ուզում եմ ընդգծել նաև Եվրամիության նախագահ Մակրոնի դերն եմ ուզում ընդգծել, Եվրամիության խորհրդի նախագահի դեր, Եվրամիության, որտեղ դրանից հետո շատ կարևոր մի բան տեղի ունեցավ։ Հայաստանում տեղակայվեց Եվրոպական միության քաղաքացիական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ առաքելություն։ Սա ես ուզում եմ, որ մենք այս իրադարձությունը հավուր պատշաճ չի գնահատենք, որովհետև դա որոշակի տարածություն բացեց Հայաստանի Հանրապետության համար ինքնահայեցման եւ մտածելու։ Այդ ամենից ի վերջո 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը եւ մեր եզրակացությունը եւ ինչ փոխվեց ընդհանրապես։ Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք։ Միջև այդ պահը ինչ էր Հայաստանի Հանրապետության ռեժիմը։ Մենք գնում ենք ինչպես Խրիմյան հայրիկի ժամանակներից ընդունված են, գնում ենք մեծ դռներ ծեծելու, թղթե շերեփով, չգիտեմ, ստվարաթղթե շերեփով, բանի արծաթագույն ներկած շերեփով, որպեսզի մետաղի տպավորություն թողի եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք հասկացանք, որ իհարկե մեծ դռները եւ մեծ տերությունները եւ մեր միջազգային գործընկերները ունեն առանցքային նշանակություն, բայց գիտեք ինչ, մենք մի բան էլ պետք է հասկանանք, արտաքին քաղաքականության, ես հիմա դեսպանների ներկայությամբ եմ ասում, շատ ընդունված է, որ սովորաբար երբ որ տեսնում են, որ դու իրադրությունը այնքան լավ չես հասկանում եւ գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետեւ չեն ուզում անիմաստ լեզվակռվի եւ բանավեճի մեջ մտնել եւ հետեւաբար մեր արձանագրումն այն էր, որ մեր խնդրեմը մենք ինքներս պետք է հասկանանք եւ մենք պետք է որոշումներ կայացնենք, թե մենք ինչ ենք անում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ այդ դեպքում միջազգային հանրության օգնությունը եւ աջակցությունը կլինի շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի առարկայական։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Եթե մենք այդ քայլին, եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ մենք բազմիցս հանդիպել ենք մտքեր ենք փոխանակել քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ
վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին, որոնք են հետագա քայլերը։ Հիմա այդ ակնհայտ է, որ դեպի հիմա մեր տարածաշրջան ներհոսում